շուրջ 110 հեկտար ցորենի դաշտն է վնասվել եւ 45 հեկտար կարտոֆիլի դաշտ։ Նաեւ վնասվել է տնամերձներում, ցանված կուլտուրաները եւ ծառները, պտուղներն են վնասվել։ Հիմնական մեծ վնասը այսօրվա դրության ավելի շատ մենք գտնում ենք դա կարտոֆիլի եւ ցորենի դաշտերի խնդիրը, քանի որ ժողովուրդը այդ դաշտերում մեծ ներդրումներ է արել։ Լոռու մարզի ամրակից համայնքի ղեկավար Արթուր Ներկարարյանը պատմում է կարկուտի թողած հետևանքների մասին։ Այս նույն ճակատագրին են արժանացել նաեւ Տաշիրի տարածաշրջանի Ագարակ եւ Լեջան համայնքները։ 50-ից 70%-ով վնասվել են կարտոֆիլի, 70-ից 90%-ով աշնանացան ցորենի ցանքսատարածությունները։ Շատ մեծ վնասացել, թե կարտոշկեն, թե արտերը, սա խոթարքնի։ Կոնկրետ ես ունեմ ցանկատարածություն եւ կարտոֆիլի եւ ցորենի։ Երկուսն էլ խիստ վնասվել է մոտորապես 90%-ի կարգի։ Գյուղատնտեսները պնդում են, որ ազոտական պարարտանյութի օգնությամբ հնարավոր կլինի վերականգնել կորցրած բերքի մինչև 50%-ը։ Կարտոֆիլը հենց որ ազոտական պարարտանյութը տեղ հասավ եւ ժողովուրդը սնուցեց կարտոֆիլին, անպայման կվերականգնվի։ Չեմ ասում 100%-ով, բայց կարտոֆիլը վերականգնելու հատկություն ունի։ Դա վեգետացիայի հետ կապված է, ինչքան շուտ տարվի, այնքան մենք արդյունքը ավելի մեծ կլինի։ Կազմվել են հանձնաժողովներ, որոնք գնահատել են կարկուտի հետևանքներն ու գյուղացիների կրած վնասների չափերը։ Տուժած համայնքները հանդես են եկել առաջարկություններով։ Լոռու մարզպետն էլ դիմել է ազգային ժողովի падգամավոր Կարեն Կարապետյանին գյուղացիներին աջակցություն ցույց տալու համար։ Տաշիր բարեգործական հիմնադրամը նախնական հաշվարկներով Լոռու մարզի Ագարակ, Լեջան եւ Ամրակից համայնքների գյուղացիներին 10 միլիոն դրամից ավելի աջակցություն կդրամադրի։ Մասնավորապես կարտոֆիլի վնասված ցանքսատարածությունների 1 հեկտարի համար 250 կիլոգրամ ազոտական անվճար պարարտանյութ, որը գյուղացիներին կհասնի առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում, իսկ ցորենի ցանքսատարածությունները վերականգնվել այլևս չի հաջողվի։ Ցորենի ցանքսատարածությունների հետ կապված առաջարկ է եղել վճարել տվյալ տուժած բնակիչների համար հողի հարկը, որը նույնպես բավարարվել է ամբողջությամբ եւ ներկայացված ցուցակին համապատասխան վճարվելու է ամբողջությամբ այդ հողի հարկը։ Սրանք այն համայնքներն են, որոնք կարկուտի թիրախ են դառնում գրեթե ամեն տարի։ Գյուղացիները համոզված են, որ իրենց միակ փրկությունը տարածաշրջանում հակակարկտային կայանների տեղադրումն է։ Ամեն տարի երևի մեր գյուղում կարկուտ է գալիս, բացի անցած տարի։ Եթե այդ հակակարկտային ծառայությունը ըլմա, մենք խնդրեմ չենք ունեմ։ Սերմացունա, ինչա մենք ինքներս կստեղծենք, կանենք, մենակ այդ կարկտային ծառայությունը էլի որ մեզ օգնի։ Նայնե Մաթևոսյան, Նարեկ Մարուքյան, Միք հեռուստաընկերություն։